Հայաստանի Հանրապետության և զարգացման ֆրանսիական գործակալության միջև արդյունավետ համագործակցության մեկնարկը տրվեց 10 տարի առաջ։ 2018-ին մեկնարկեց հարկային բարեփոխումների աջակցության նպատակով Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը։ Կնքվեց 500 միլիոն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագիր։ The French Development Agency supports Armenia fiscal and economic reforms since 2016 through budget support and technical assistance. This program of technical assistance, called the Armenia Tax Administration Support Project, started in 2018. Ծրագիրը պետք է նպաստեր հարկային վարչարարության 2020-24 թվականների ռազմավարության իրականացմանը։ Այսպես ընտրվեց 4 ուղղություն՝ Հայաստանում գնահատել ոչ ֆորմալ տնտեսությունը, բարելավել ՊԵԿ ռիսկերի վերլուծության համակարգերը, աջակցել կոմիտեին շահումով խաղերի ոլորտի կարգավորման գործում ու նպաստել ՊԵԿ-ին տեղեկատվության անվտանգության կառավարման համակարգերի միջազգային ISO ստանդարտ ստանալու նպատակով։ Ծրագրի բաղադրիչներից յուրաքանչյուրը հարկային բարեփոխումների առանձին ուղղություն է ներկայացնում, որոնց նպատակն է նվազեցնել Հայաստանում ոչ ֆորմալ տնտեսությունը եւ բարելավելով ՊԵԿ ներքին ռեսուրսների կարողությունները ավելացնել հարկային եկամուտները։ Գնահատվեց Հայաստանում ոչ ֆորմալ տնտեսությունը։ Այս գործում մեծ ներդրում ունեցավ հատկապես Ֆրանսիայի կայուն զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի փորձագետ Ժակ Շարմը։ Միջազգային հեղինակավոր կառույցների հետ համատեղ կյանքի կոչվեց բազմակողմանի վերլուծական աշխատանք։ 2008 թվականի զբաղվածությունը ֆորմալ եւ ոչ ֆորմալ համարյա նույնն է եղել։ Իսկ ժամանակի ընթացքում դրանք սկսել են բեկվել տարբեր ուղղություններով, սկսել է արդեն ոչ ֆորմալ զբաղվածությունը իջնել 49.6%-ից 33.2%, իսկ ֆորմալ զբաղվածությունը արդեն բարձրանալ բնականաբար։ Ըստ մասնագետների ծրագիրը լայնածավալ էր ու բացառիկ։ Սույն փաստաթուղթն օգտակար եւ արժեքավոր գործիք է, որն օժանդակելու է հարկային վարչարարությանը, դարձնելով այն առավել արդյունավետ միջոց ստվերային շրջանառությունները հարկման դաշտ տեղափոխելու գործում։ Ծրագրի համատեքստում ստեղծվեց ֆրանսիական 2 համատեղ աշխատանքային խումբ՝ ռիսկերի վերլուծություն եւ տվյալների հավաքագրման ինտեգրում ու պայքար միջազգային հարկային խարդախության դեմ։ Ֆրանսիայի պետական ֆինանսների գլխավոր դեպարտամենտի փորձագետը տրամադրեց առաջարկությունների ցանկ, որոնք ՊԵԿ-ը կարող է իրականացնել ստուգման գործընթացները բարելավելու նպատակով։ Եվ ընթացքը եւ արդյունքները շատ բարձր են գնահատում, ընթացքում շատ ակտիվ եւ ՊԵԿ-ի կողմից եւ ֆրանսիական մեր գործընկերների կողմից ներգրաված փորձագետների կողմից ակտիվ համագործակցություն է տեղի ունեցել, մտքերի փոխանակում, փորձագիտական կարծիքի դրամադրում եւ բոլոր ուղղություններով կարող ենք ասել, որ հաջողություններ ունենք։ Զարգացման ֆրանսիական գործակալությունը եւ Էքսպերտիզ Ֆրանսը աջակցեցին նաեւ խաղային ոլորտի կարգավորման տեխնիկական առաջարկների մշակմանը։ Գնահատվեց ոլորտի ներկա իրավիճակը, խնդիրներն ու ռիսկերը։ Ֆրանսիական կողմը հայ գործընկերներին է տրամադրել ոլորտի 17 ստանդարտ, որոնց հիման վրա էլ արդեն մշակվել ու քննարկման է ներկայացվել նոր 10-ից ավելի իրավական կարգավորում։ Այս ամեն ինչը լայն ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա, դրական ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա, կնպաստի туриզմի զարգացմանը, ինչպես նաև ամենակարևորը կնպաստի հարկային եկամուտների ավելացմանը։ Ծրագրի բաղադրիչներից մեկն էլ միտված էր աջակցելու տեղեկատվության անվտանգության միջազգային ISO ստանդարտին համապատասխանելու գործընթացին։ Այս համատեքստում Էքսպերտիզ Ֆրանսի կողմից իրականացվեց այսպես կոչված ճեղքի վերլուծություն։ Տրամադրվեց ճանապարհային քարտեզ՝ ի աջակցություն ՊԵԿ-ին, իրականացնելու անվտանգության գործընթացը։ Այս գեփ անալիզը, որը որ մենք իրականացրել ենք ֆրանսիացի մեր գործընկերների հետ, դա այն նախապայմանն է, որը մեզ հնարավորություն կտա նոր սերտիֆիկատ ստանալու։ Տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում 2019 թվականի հուլիսից ի վեր կազմակերպված 4 առաքելությունից բացի, որոնք իրականացվեցին Երևանում, կյանքի կոչվեց եւս մեկը Ֆրանսիայի Նիցցա քաղաքում։ Նպատակն էր տեղում Հայաստանից մեկնած մասնագետներին ծանոթացնել ռիսկերի վերլուծություններին, դատա մայնինգի տվյալների հավաքագրման գործընթացներին։ Խնդիր էր դրված տեղում հայ մասնագետներին ծանոթացնել այս ոլորտում ֆրանսիական կողմի գործելավոճը, ինչպես են տեղեկությունները հավաքագրվում, հետաքննություններն իրականացվում։ Վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության ՊԵԿ-ի կատարված աշխատանքները հաջողված են։ Այս ծրագիրը տևեց ավելի քան 2 տարի։ Մասնագետներն այն արդյունավետ են գնահատում ու վստահեցնում։ Ծրագիրը ծառայեց իր նպատակին ու լավ հիմք ստեղծեց հետագա համագործակցության համար։